Եվ երբ ինք մինչև հաղորդման սկսելը դուք նամակ եք ստացել Գերմանիայից մի կնոջից, որ խնդրում էր, որ ասենք օգնեինք իրեն մեր խորհրդով, թե եթե հիվանդը դեղորայք է ստանում։ Ուրեմն մենք ձեզ հետ եկանք այն եզրակացության, որ առաջի տիպել լինի, երկրորդ տիպել լինի, ամենակարևորը ճիշտ սնունդն է, երկրորդը ֆիզկուլտուրան սպորտը, երրորդը դեղորայքը, եթե առաջի տիպ է ինսուլինը, եթե երկրորդ տիպ է հաբերը։ Հաբերի մեջ կա խումբ, որը օգնում է, որ ինսուլին ավելի շատ արտադրվի։ Եթե արդեն տարիներ հետո երկրորդ տիպի շաքարախտը ցավոք սրտի վերածվում է ինսուլին պահանջ, որովհետև ենթաստամոքսային գեղձը տարիների ընթացքում աստիճանաբար ախտահարվում է եւ ինքն էլ այլևս չի կարողանում ինսուլին արտադրի, այդ անհատը գալիս է այն օրը, դա մոտավորապես 10-12 տարի հետո է, պետք է ստանա ինսուլինը։ Բայց չէ որ հիվանդությունը երկրորդ տիպի սկսվել էր նրանով, որ սեփական օրգանիզմը չէր զգում սեփական բջիջը սեփական ինսուլինին։ Այսինքն անզգա էր ինսուլինի նկատմամբ։ Հիմա իրենը չէր զգում, թե դրսից տվածը չի զգում, միևնույնն է չի զգալու։ Այսինքն երբ որ գալիս է ժամանակը, որ նա պետք է արդեն ինսուլին ստանա, քանի որ գլյուկոզան չի կարգավորում արյան մեջ, ինսուլինի հետ հաբը պետք է պարտադիր ստանա, եթե չկա հաբի հանդեպ հակացությունները։